Համայնքային ընտրություններից այլ թեմաների անցնենք։ Հայաստանում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, որն այսօր շնորհավորելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու համար նաև ընդգծել է, ցանկալի է, որ կողմերն օգտագործեն պատեհ պահը, որպեսզի երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում։ Երևանից Գերմանիայի նախագահը Բաքու է գնալու, հայտարարել է, այնտեղ էլ կայունության հաստատումից կխոսի։ Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, վավերացմանն ու իրագործմանը այժմ այլևս ոչինչ չի խանգարում։ Այդ առումով Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն։ Եվ այժմ ադրբեջանական կողմը պետք է դադարի թերահավատ լինել։ Մարդիկ այս տարածաշրջանում սպասում են երկարամյա հակամարտության ավարտին և տնտեսական զարգացումն էլ կախված կլինի քաղաքական զարգացումներից։ Կարող ենք ասել, որ Հայաստանի համար հեշտ չի եղել հանգուցալուծման հասցնել այս հարցը։ Շատ երկրներ կարող են օրինակ վերցնել։ Այն դժվարությունները, որոնք կան և կլինեն, մենք գտնում ենք, որ դրանք հաղթահարելի են և ցանկացած հարց կարելի է բանակցային սեղանի շուրջ լուծել։ Պատերազմի ժամանակ ավարտվել է, հակամարտության ժամանակ ավարտվել է։ Հարավային Կովկասը մեր տարածաշրջանը այլևս այդ ռեսուրսները չունեն նոր պատերազմելի։ Պատկերացրեք 1980, կարելի ասել 8 թվականից, իսկ ավելի լայնամասշտաբ 1991 թվականից մենք պատերազմական վիճակում ենք։ Ես չեմ ասում մեր տարածաշրջանի մյուս հակամարտությունները։ Եվ այս առումով է, որ մենք հետևողական ենք և լավատեսությունը, գիտեք, հիմնվում է իրատեսության վրա։ Մենք իրատեսենք և անում ենք քայլեր, որոնք ոչ թե հեռացնում են մեր մոտեցումները, այլ ընդհակառակը մոտեցնում են իրար։